Հայազգի падգամավոր Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նիստին անդրադարձ է եղել հայոց ցեղասպանության 110-ամյակին։ Падգամավոր Սաջյանի նախաձեռնության աջակցել ու ելույթներով հանդես են եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նշելով, որ Ուրուգվայի առաջին պետությունն ով ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ուրուգվայցի խորհրդականները իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, Ուրուգվահայ համայնքին։ Պարոն Կարամանուկյան, այս հայտարարությունները հիմնականում պարբերական բնույթ են կրում ցեղասպանության օրվան ընդառաջ, այո թե ոչ, եւ ինչ հայտարարություններ են հնչել, մասնավորապես կխնդրեմ մանրամասնել։ Բարև ձեզ, ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ Ուրուգվայում հայոց ցեղասպանության հանդեպ կա պետական մոտեցում, պետական քաղաքականություն, այսինքն օրենքով բարդավորություն կա պետական ներկայացուցիչներին խորհրդարանին կորզաթիր իշխանության անդրադառնալու այս նյութին, թե գրթական տեսակետից, թե քաղաքական տեսակետից։ Այսինքն որևէ նորություն կամ արտառոց երևույթ չէ, որ այս իրադարձությունը դեղի ունեցած է։ Միշտ եղել են նմանատիպ նիստեր, նմանատիպ հայտարարություններ, բայց հետաքրքիրը ինչ է, որ այսօր Խոսե Լուիս Սաջյանը ներկայացնում է ընդդիմությունը։ Ամիսներ առաջ նա առողջապահության փոխնախարար եղած է։ Այս տղան, երբ որ ջահել տղա էր, Ղարաբաղ այցելած է, որպես բարախմբի անդամ։ Հայերեն չի խոսում, հայերեն քիչ է խոսում, բայց մի քիչ, այսինքն հետաքրքրված է։ Դժբախտաբար պետք է ընդունենք, որ Ուրուգվայի մեջ հայախոսության թիվը դժբախտաբար մեր դպրոցները չեն իրականացնում այն գործունեությունը եւ դժվարություններ կան այդ տեսակետից, այսինքն քիչ են խոսում հայերեն, չեն սովորում լեզուն։ Բայց հետաքրքրություն, հայրենասիրություն, հանձնառություն հայկական հարցերի նկատմամբ ակնհայտ է, արգա է։ Քաղաքական 6 կուսակցություններ կան ներկայացված, բոլորը համաձայնել են, որ այդ նիստը դեղի ունենա։ Եվ այդ նիստի ընթացքում անդրադարձ եղավ պատմական հարցերին, այժմիական հարցերին եւ նաեւ Արցախի այս նոր երևույթներու հետևանքներին, ինչ որ ես կհամարեմ շատ հետաքրքրական եւ չի բացառվում, որ Ադրբեջանը ինչ որ պատասխան քայլով հանդես գա, որովհետեւ ինչպես վաղուց բարեկամություն կա հայերի նկատմամբ խորհրդարանի մեջ, Ադրբեջանն էլ իր կորզանում է, Թուրքիան էլ իր կորզանում է եւ կան խորհրդարանի անդամներ, որ այցելած են Ադրբեջան, այցելած են Թուրքիան, ուստի չի բացառվում ինչ որ պատասխան նիստ կամ ինչ որ արձագանք նկատի ունենալով, որ Արցախի հարցով էր անդրադարձ եղել։ Նախորդ տարի օրինակ նման հայտարարություն հնչել է թե ոչ ապրիլի 24-ի նախընթաց։ Այո, միշտ նմանատիպ նիստեր միշտ եղել են, իշխանության ներկայացուցիչներ խոսում են դրա մասին, նույնիսկ երկրի փոխնախագահ հայտարարել է ներկա կգտնվի, միգուցե նախագահն էլ ներկա կգտնվի ապրիլի 24-ը կամ ինչ որ միջոցառման, այսինքն այստեղ որևէ խնդիր չկա ցեղասպանության փաստի նկատմամբ։ Անշուշտ մենք ավելի կսպասենք, օրինակ, որ Ուրուգվայը ավելի զորավոր դիրքով հանդես գա Ադրբեջանի քաղաքականության դեմ կամ քննադատե կամ թադավարտե Ադրբեջանին։ Սակայն այնտեղ կան ուրիշ հանգամանքներ, կորձոններ, տնտեսական, ֆինանսական եւ այլն։ Բայց ինչ կվերաբերի ցեղասպանության փաստի ընդունման, Ուրուգվայը առաջինն է, օրենքով որևէ կասկած չկա, Թուրքիայի համար Ուրուգվայը առաջինն է, անշուշտ Թուրքիան գառուցել է հարաբերություններ Ուրուգվայի նկատմամբ, հասկանալով, որ Ուրուգվայի համար եղել է ցեղասպանություն, բայց այդ խնդիրը կամ այդ փաստը չի խոչընդոտել, որ Թուրքիան զարգանա հարաբերությունները տնտեսական քաղաքական Ուրուգվայի հետ։ Այսինքն չեմ ուզում, որ սխալ հասկացվի, որ Ուրուգվայը գաբեր չունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ոչ, շատ ուժեղ գաբեր կան եւ տնտեսական շահեր, ինչ որ
որոշ, ասենք, կասկածներ է հարուցում, սակայն մենք որպես հայ ազգի ներկայացուցիչներ եւ Ուրուգվայի քաղաքացիներ որևէ խնդիր չենք տեսնար եւ մենք կարծենք, որ մենք պետք է նաեւ այդ գործով զարգանան, դրա համար թե սպանադունգա հայաստանցի գործարարները պետք է նաեւ աշխուժացնեն իրենց կապերը, туриզմը, մշակութային աշխատանքը, որ մենք հալ մեր շահերը հետապնդենք։ Դուք ասացիք, որ Ադրբեջանն այլ հարաբերություններ ունի Ուրուգվայի հետ, հետաքրքիր է, այդ հարաբերությունները խորհրդարանում դրսևորվում են Ուրուգվայի խորհրդարանում կան ադրբեջանցի կամ պրո-ադրբեջանական գործիչներ, այսպես ասենք։ Հաստատ կան, շատ պատգամավորներ այցելած են Բաքու, այդ նվերներից օգտվել են, փարիքներից, անգամ երբ որ ինչ-որ վիճահարույց հայտարարություն։ Ինչ? Խավիարից, ինչպես ասում են։ Ասում են, կամ չգիտեմ, միգուցե ուրիշ բաներ արի կան, կանխիկ ուրիշ բաներ արի կան, կապված սև ոսկուց, բայց ակնհայտ է, որ կան խորհրդարանականներ, որ պաշտպանում են ադրբեջանական շահերը եւ որոշ իմաստով բնական երևույթ է, որովհետեւ Ադրբեջանն էլ իր ակտիվ քաղաքականություն, միգուցե մեր պատճառով է եղել, որ մենք շատ սխալ ինֆորմացիաներ ենք փոխանցել, այսինքն այո, ցեղասպանության տեսակետից մենք շոշափելի արդյունքներ ունենք այստեղ, օրենքներ եւ մաքուր ինֆորմացիա է։ Սակայն երբ որ խոսվում էր Ղարաբաղի անկախության, հիշում եք այն տարիները, որ մարդիկ մուրում էին, որ ինչ որ երկիր ճանչնա Արցախի անկախությունը, սխալ ինֆորմացիաներ տարածվեցին եւ այլն, մենք ծովը հրավիրեցինք Ադրբեջանին այս շրջան, մեր դիվանագետների գոբիտ սխալի պատճառով ադրբեջանցիները ակտիվացան եւ հաստատվեցան այստեղ։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ այստեղ համայնքի մաքուր աշխատանքի ուրուգվահայերի ինտեգրման process-ի հետևանքով է, որ այս ամեն ինչ տեղի է ունենում, իսկ այսօր Հայաստանի դիվանագետներու ներկայությունը ուժեղացրեց այդ գործընթացը եւ նկատի ունենալով, որ տեսփանադուն կա այստեղ, այդ ամեն ինչը ստացավ pedagogan մագարտակ։ Ուրուգվայի խորհրդարանը նաև հիշեցրել է իր նախկինում ընդունած որոշումը, հայտարարությունը ներողություն կոչանելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Ուրուգվայը եւ անցյալ շաբաթ նաև հղում արվեց այս հայտարարությանը։ Այսա ինչ արձագանք գտավ Ադրբեջանի կողմից կամ ներսում այն գործիչների կողմից, ովքեր հայամետ չեն, այսպես ասենք։ Դեռ ինձ հայտնի չէ, բնականաբար լուրը մեր խողովակների միջոցով պիտի հասնի, արդեն հասել է, երևի իրենք պատրաստում են ինչ որ հստակեցման կամ ինչ որ պատասխան, անշուշտ որևէ վատ բան չկա, որ մենք խնդրենք հադի կամ հայ ազգը խնդրի խորհրդարանի անդամներին, որ այդ մասին անդրադարձ լինի, ամեն տեղ եղել են Եվրոպա, Ամերիկա, բոլորը համաձայն են, որ պետք է այդ մարդիկ ազատ արձակվեն։ Իհարկե Ադրբեջանը իմ կարծիքով կամ պատրաստվում է ինչ որ քայլեր, կամ չգիտեմ, կարող է անդարբեր լինի, չգիտեմ ինչ կլինի, բայց թեր որևէ արձագանքի հետ ես չեմ հանդիպած։ Այս տարի ինչպես է Ուրուգվայը հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայը պատրաստվում հայոց ցեղասպանության տարելիցը ուրեմն նշել եւ ինչ միջոցառումներ են սպասվում։ Անշուշտ համայնքը կնախաձեռնի դարբեր միջոցառումներ, որոնք ես տեղյակ եմ, բնականաբար չկա ինչ որ միասնական հանդիսություն կամ ձեռնարկ, մեկ հատվածը անում է 23-ին, մյուս հատվածը 24-ին, անշուշտ Ուրուգվայը պետք է օրենքով իր մասնակցությունը բերի կամ լրատվամիջոցների միջոցով, այսինքն ես միայն պիտի ասեմ, որ ամենաբարձր մակարդակով ինչ որ կլինի եւ օրենսդիր մարմնում, երբ Արմենիա հրապարակում տեղի են ունենալու միջոցառումներ, նաեւ կլինեն դաստախոսություններ, անդրադարձներ,
կրքի ներկայացումներ, որովհետև այս տարի խիստ հետաքրքրական է, որ այդ օրենքի ընդունման 60-ամյակն է։ 1965 թվին Ուրուգվայը որպես երկիր, պետություն, խորհրդարանի միջոցով ընդունեց ցեղասպանությունը, այս տարին լրանում է 60-ամյակը։ Այդ մասին պիտի անդրադարձ լինի եւ հետաքննություններ պիտի հրավառակվեն, ուսումնասիրություններ, թե ինչպիսի փուլերով անցավ, ինչ մանրամասնություններ կան, արխիվային նյութեր, որ իմի բերել է պատմաբան Կարլոս Կեցոյանը եւ այդ գիրքը պիտի ներկայացվի ապրիլի 21-ին պետական համալսարանի գլխավոր դահլիճում առանձնահատուկ իրադարձություն է այս տարվա, իսկ հիմնականը նոր իշխանության անդրադարձն է, որովհետև նոր իշխանությունը հաստատվել, երկրի փոխնախագահ արդեն ասել է ինքը անձամբ մասնակցելու է, ինչ որ կարևոր երևույթ է, իսկ երկրի նախագահ անշուշտ ինչ որ ձևով պիտի մասնակցի կամ ելույթով կամ ներկա կլինի, չգիտենք, բայց սպասում ենք, որ ամենաբարձր մակարդակով պետական այրերը դատապարտեն ցեղասպանության երևույթը, չգիտեմ անդրադարձ կլինի Թուրքիայի նկատմամբ թե չէ, բայց ակնհայտ է, որ Ուրուգվայը ունի այդ իմաստով հայանպաստ դիրքորոշում։ Դուք Արաքս ռադիոկայանի հիմնադիր ղեկավարն եք։ Ապրիլի 24-ին ինչ կարելի է լսել ձեր ռադիոկայանի եթերում։ Ընդհանրապես մենք հաղորդում ենք շաբաթ եւ կիրակի, ուստի մենք ապրիլ 24-ին լինելու ենք ձեռնարկների մեջ հատուկ հաղորդում չենք անելու այդ օրը, միգուցե ես գվարեմ այդ անտիսությունը, որ տեղի կունենա ապրիլ 24-ին, միգուցե շատ հավանական է այնտեղ ես մասնակցեմ կամ ելույթով, կամ թիմավորելով, կամ աշխատանք ակտիվ։ Ընդհանրապես այստեղ պիտի հասկացվի մեր ունկնդիրների, մեր ագնդիրներին, որ երբ որ դու հայկական ինչ որ օջախում ես, ոչ թե կամ ինչ որ լրատվամիջոց, ոչ միայն լրագրող ես, այլ եւ լրագրող ես, եւ թարգմանիչ, եւ պիտի բազես, որ նյութը լինի եւ այլն։ Շատ երբեմն հայաստանցիների համար անհասկանալի է սփյուռքյան հայկական ասենք կառույցների գործունեությունը։ Ուստի ես չեմ կարող սահմանափակվել ինչ որ աշխատանքով, անկախ որ հիմնական գործս ռադիոհաղորդում վարելն է։